Պարոն Հակոբյան, երեկ ընտրվեց Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, նա հենց իր առաջին հարցազրույցում հայտարարեց, որ կողմ է, որ Հայաստանը միութենական պետությանը անդամակցի Բելարուսի օրինակով։ Ձեր գնահատականը եւ ինչու հենց հիմա դա ասեց։ Դե իմ գնահատականը հետեւյալն է, ես կարծում եմ, որ անկախությունից վեր ոչինչ չկա եւ անկախությունը այն հիմնական շարժիչ ուժն է, որ երկիրը կարող է ամրապնդել պետությունը, տնտեսությունը տանել զարգացման, անվտանգության ապահովման եւ մեր անկախությունը բոլոր մարդիկ, ովքեր որ կդարձնեն սակարկման առարկա, իրենք կարժանն են գնահատականի։ Ես ուզում եմ, որպեսզի մենք հստակ գիտակցենք ինչ է նշանակում համագործակցություն, ինչ է նշանակում սուվերենության կորուստ։ Եվ սուվերենության կորուստը դա ամենահակապետական քայլն է, որ կարող են քաղաքական գործիչները անել իրենց պետության հանդեպ։ Եվ միութենական պետության կողմնակից էր նաև Ռոբերտ Քոչարյանը, արդյոք Վարդան Ղուկասյանի այս հայտարարությունը ընդդիմության շուրթերով հերթական անգամ մեր ինքնիշխանություն սակարկման թեման։ Իհարկե, դա ակնհայտ է եւ ինչքան էլ փորձեն որոշ ուժեր փորձեն իրենց արմատական կապը թաքցնել, հեռացնել եւ ցույց տալ, որ իրենք միմյանց հետ կապ չունեն, որովհետեւ քաղաքական այն դեմքեր, ովքեր որ արդեն սպառված են, փորձում են վերարտադրվել ամենատարբեր եղանակներով։ Ես կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանը, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ուղղակիորեն ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գիծը։ Քոչարյանի եւ Սարգսյանի թիմերի միջև փոխհրաձգությունը շարունակվում է։ Սերժ Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ եւ փորձեց արդարանալ իբրև թե ինքը չի բերել Նիկոլ Փաշինյանին իր հայտարարությունն այդպես, այսինքն մեղքը բարթելով քոչարյանականների վրա։ Այս հակասությունները հնարավոր է 2026-ին ընթരാճ փորձում են իրենց դեմքը փրկել։ Նախ ուզում եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին իշխանությանը բերել ժողովուրդը։ Եվ այս հայտարարությունները նաև մեր ընդդիմադիր գործընկերների կողմից ինչ որ աստիճանի ռեյտինգի ավելացման են միտված, ում երբ որտեղ ոնց հարմար է։ Հիմա տեսեք, փոխհրաձգության մասով ես կարծում եմ, որ սա կեղծ օրակարգ է եւ ընդհանրապես քաղաքական օրակարգ չունենալու բացակայության հետևանք է, նրանք ընդհանրապես փորձում են քաղաքական օրակարգ գեներացնել, բայց որևէ հակասություն ակնհայտ է, որ չկա Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, եւ դա նաեւ ցույց տվեց վերջին Գյումրիում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, երբ կոմունիստական կուսակցության մանդատով առաջադրված Վարդան Ղուկասյանին քվեարկեցին Սերժ Սարգսյանի թիմակիցները։ Եվ ձեզ համար զարմանալի չէր, որ մեր պետությունը վերցրել է դեպի Եվրամիություն գնալու ուղին, սակայն մեր երկրի, մեր պետության երկրորդ քաղաքում կոմունիստական կուսակցությունով առաջադրված Վարդան Ղուկասյանը այդքան թվով ձայները ստանում։ Ես որևէ զարմանալի բան չեմ տեսնում քաղաքական process-ներին, սա քաղաքական process է, մենք պետք է պատրաստ լինենք քաղաքական process-ների ամենատարբեր կուլմինացիաներին եւ որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Երեք Սահմանադրական դատարանը հրապարակել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին որոշումը, օրենքի ընդունումից 5 տարի առաջ մեծ աղմուկ էր դեռ բարձրացել, դե իշխանությունների անելիքը հասկանալի է, ինչ սպասել ընդդիմությունից, որտեղ ինչպես տեսնում ենք շատ ակտիվացել են, ենթադրվում է, որ սա այս ազգային ժողովի ամբիոնում տեղի ունեցող ընդդիմադիր գործիչների ջղաձգումները ուղղակիորեն կապված են հենց այդ օրենքի հետ, սա իմ գնահատականը։ Եվ առհասարակ ինչ սպասել Գյումրու ընտրություններից հետո Երևանում, որովհետև ակնարկում են տարբեր տեխնացուներ, որ այդ ալիքը տեղափոխվելու է Երևան, ինչ որ ոգևորվել են այդ ընտրություններից։ Ալիքի տեղափոխման կամ չտեղափոխման խնդիր չկա։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Իսկ ինչ ակնկալել ընդհանրապես, որտեղ սեզոնային պայքարը արդեն կարծեք թե իրենց մոտ։ Դե արդեն օրերը տաքացել են, ըստ երևույթի ընդդիմադիր գործիչները դուրս կգան իրենց տաքուկ անկյուններից, քանի որ դրսում արև է, հերթական process է կլինի եւ ես կարծում եմ քաղաքական դաշտում այնպիսի իրավիճակ է, որ
պետք է նախապատրաստել 2026 թվականի ընտրություններին, հերթական խորհրդարանական ընտրություններին։ Իսկ այլ զանգվածային միջոցառումներ եւ այլն դիմություն։ Գիտեք, զանգվածային միջոցառումների նախապատրաստում փորձեր այս ողջ տարիների ընթացքում եղել են 21 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հենց հաջորդ օրվանից սկսած մինչև այսօր լինում են, բայց ելի եմ ասում, որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։